մինչև ամերիկա-իրանական պատերազմը շատ ավելի հեշտ էր լուծել հարցերը Իրանի հետ եւ գազամուղի հարցերը եւ էլեկտրականության եւ հատկապես հյուսիս-հարավ ճանապարհը, որը դեռ Սերժ Սարգսյանի օրոք սկսեցին մսխել եւ հիշեցնեմ 560 միլիոն եվրոից կներեք ես 560 կիլոմետրից կառուցվեց միայն 50 կիլոմետր, այսինքն շուրջ 1 միլիարդ եվրո գրպանվեց 2016, 17, 18 մինչև 18 թվականի գարուն մինչև Սերժ Սարգսյանի բան ճանապարհը չկառուցվեց 2018 թվականից անցել է 8 տարի այդ ընթացքում 2-3 տարվա ընթացքում Ադրբեջանը 4 օդանավակայան է կառուցել զավթված Արցախում ճանապարհները գերարդիական կառուցել մենք այդ խեղճ ու կրակ հյուսիս-հարավը 10 տարի չենք կարող ավարտել եւ կորցրեցինք այդ պահը երբ որ ամերիկացիները ասում են խնդիր չունեք ձեզ Իրանի հետ որևէ խնդիր մենք չենք ստեղծի արտոնություն էր տրված միայն Հայաստանին առևտրի շինարարության ցանկացած Իրանի հետ հիմա նույնը կատարվում է Եվրոպայի հետ մենք կորցրեցինք այն ոսկե հնարավորությունները վերջինը եկավ այս տարվա մայիսին եւ մենք կրկին կորցրեցինք այդ հնարավորությունները չմիանալով է կատարել Հայաստանը արդեն հօգուտ Միացյալ Նահանգների վնաս եվրոպական ես այո ցավոք սրտի այո եւ ես հիշեցնեմ ընդամենը 2 օր առաջ հերթական հայտարարությունը պետքարտուղարության երբ որ այս ճանապարհը նշված է որպես տրանսկասպիան նախագծի մասը դե ամբողջ ֆոնդն է այդպես հիմնադրամն է այդպես կոչվում Հայաստանը ոչ անգամ հարավային Կովկասը, ոչ հարավ-արևելյան Եվրոպա, այլ տրանսկասպիան եւ Միացյալ Նահանգներում կան պետք է կարտուղարության մեջ կան հզոր ուժեր թուրքական եւ ադրբեջանական բազմամիլիոնանոց, եթե ոչ միլիարդանոց լոբիներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ եւ Հայաստանը կարող է, ինչպես 20 թվականին Միացյալ Նահանգների նախագահ աչքեր փակեց, այնքան էլ այդպես էլ հիմա 2 տարի շարունակ նա կարող է աչքեր փակել Հայաստանի կենսական, գոյաբանական շահերի վրա եւ ես տեսնում եմ այդ վտանգը կորցնելով Եվրոպայի աջակցությունը հրաժարվելով դրանից Հայաստանը չունի բացարձակապես ոչ մի աջակցություն տրիպը դա Միացյալ Նահանգների պետական նախագիծ չէ դա մասնավոր նախագիծ է որտեղ ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները արդեն ունեն եւ շահեր, իհարկե, ի սկզբանե եւ լծակներ։ Այստեղ հարց Իսրայել։ Արդյոք կարելի է համարել, որ այո, գուցե Իսրայելը եւ Թուրքիան ինչ-ինչ հարցերում, դեռ Սիրիա եւ այլն հարցերում ունեն հակասություններ շահերի բախում, բայց այս հարցում Իսրայելը եւ Թուրքիան արդյոք հարցնում են։ Ոչ։ Այստեղ շահերը համընկնում են։ Ոչ։ Սա ամենացավոտ հարցն է եւ շնորհակալ եմ որ դուք տվեցիք այդ հարցը դա մի հարց է որը Հայաստանում ամաչում են քննարկել ես պնդում եմ որ Հայաստանի համար Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը եւ դարձնել այն սկզբից մարտավարական իսկ հետո ռազմավարական կարևորության հարց դա կենսական գոյաբանական հարց է եւ Իսրայելը 3 անգամ 2025 թվականի աշնան սկսած 1 տարի շարունակ առաջարկներ էր անում Հայաստանին որովհետեւ Իսրայելը այլևս չի աջակցում Թուրքիայի եւ Ադրբեջանի այս նախագծին Իսրայելը այլևս չի ցանկանում Իրանի կործանումը եւ տրոհումը Իրանի Իսրայելի համար Իրանը կարևոր է որպես ամբողջություն այո Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ցանկանում են ռեժիմի փոփոխություն բայց իրենք չեն ցանկանում կործանում տրոհում այդ երկրի որովհետեւ իրենք հասկանում են Իրանի կարևորությունը որպես գործոն դեմոկրատական Իրանն է նրանց նպատակը եւ մեծ հաշվով դա նաեւ մեր նպատակն է Թուրքիան եւ Ադրբեջանը քննում երազում են Իրանի տրոհումը եւ գծված են արդեն այն սահմանները որի վրա Թուրքիան է թաթ դնում Ադրբեջանն է թաթ դնում Թուրքիան արդեն
սահման ունի Իսրայելի հետ Սիրիայով, որովհետև Սիրիայի հյուսիսը վերահսկում են թուրքերը, եւ ահա ինչու իսրայելցիները այդքան անհանգիստ են, ահա ինչու Իսրայելը արդեն ստեղծեց Հունաստանի եւ Կիպրոսի հետ դաշինք, որին միացավ Հնդկաստանը, մեզ համար կարևորագույն երկիրը, եւ որին միացավ երկրորդ կարևորագույն երկիրը Հայաստանի համար Ֆրանսիան, ուրեմն Իսրայելը ստեղծեց Ֆրանսիա, Իսրայել, Հունաստան, Կիպրոս, Հնդկաստան դաշինք, առաջարկում է Հայաստանին մտնել այդ դաշինքի մեջ։ Հայաստանի իշխանությունները գերադասում են մնալ 3 գումարած 3 Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա այդ ձևաչափի մեջ։ Դա խելագարություն է, դա ինքնասպանություն է պետական, դա պետական հանցագործություն։ Սա եւս դուք հիմա այդ երկրների այդ դաշինքը, որ թվարկեցիք, սա մտնում է այդ եվրոպական բևեռի մեջ։ Հանձինս Ֆրանսիայի եւ Հնդկաստանի որքան է զարմանալի։ Այո, իհարկե, տեսեք, այդ երկրներից 3-ը Եվրամիության անդամներ են, 2-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, Հունաստանը եւ Ֆրանսիան։ Կիպրոսը կարծեմ ՆԱՏՕ-ի անդամ դեռ չէ, բայց Եվրամիության անդամ է։ Հնդկաստանը հակադրվում է այդ ամեն ինչին եւ ձգտում է Իսրայելի եւ Եվրոպայի հետ ստանալ ռազմավարական հարաբերություններ։ Հնդկաստանը, որը մեզ զենք է վաճառում, եւ Հայաստանը դրանից դուրս է մնում, սա ինչ է, սա խելագարություն չէ, սա սուբյեկտիվիզմ չէ, սա քաղաքական սխալ է, եւ ես կրկնում եմ, եթե չվերսկսվի ներքին հասարակական երկխոսությունը Հայաստանում, այդ սխալները շարունակվելու են։ Դուք եվրոպական բևեռը ոնց որ թե նկարագրեցիք դաշինքը, որ երկրի հետ է։ Միացյալ Նահանգները չեն կարող միայնակ լինել բևեռ։ Նրանք դաշնակիցներ պետք է ունենան։ Եթե նախկինում մենք խոսում էինք միասնական արևմուտք, Եվրոպան դաշնակիցներ Միացյալ Նահանգների, այժմ Միացյալ Նահանգներ բևեռը ով կա այդտեղ, եթե Հայաստանը ընտրությունը կատարել է հօգուտ Միացյալ Նահանգների, ապա ինչ բևեռի է կատարել, արդյոք կատարել է Հայաստանը ինչ որ ընտրություն այս բևեռների մեջ, թե Հայաստանը չի կատարում ոչ մի մնացել է ինչպես դուք ասում եք Ռուսաստանի հետ, կախված է բոլորից, եւ դա շատ թույլ կարգավիճակ է։ Իհարկե լինել Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դաշնակից միաժամանակ դա ամբողջ միանգամայն հնարավոր է։ Դա անում է Իսրայելը, դա անում է Հնդկաստանը, դա նորմալ է։ Դա չի նշանակում, որ մեկ բևեռը դա մաքուր մի գիծ է, որի սահմանից դուրս ոչ ոք չկա։ Պարզապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության շահերը, արժեքներ եւ նպատակներն են տարբեր, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ լինել երկուսի Թշնամիներ չեն։ Նրանք թշնամիներ չեն։ Լավ, այդքանը պարզ է։ Այո, իհարկե։ Եվ Իսրայելի օրինակը դուք բերեցիք, Իսրայելը եւ Միացյալ Նահանգների հետ դաշնակից է եւ հիմա այս դաշինքով եվրոպացիների հետ են Ֆրանսիայի հետ այո, բարդ հարաբերություններ են որոշ երկրների հետ, Բրիտանիայի հետ են բարդ հարաբերություններ, Իտալիայի, Իսպանիայի հետ, բայց Եվրոպան որպես այդպիսին, Եվրոպայում կան այլ երկրներ, որոնք Լեհաստանը ենթադրենք միշտ Իսրայելի։ Լավ, վերջին հարցս Հայաստանի այդ բալանսավորված քաղաքականությունը։ Գուցե Նիկոլ Փաշինյանը շատ հմուտ ձևով իսկապես մինչև այսօր բերել հասցրել է Հայաստան պետականությունը այդ բալանսավորման շնորհիվ։ Բավական է նայել քարտեզին։ Ազգի խելքը երևում է քաղաքական քարտեզի վրա մեկնաբանություններ թույլ տվեք չանեմ։ Չէ, որպես պատասխան պետք է պատասխանեք այս հարցին։ Պատասխանեցի։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ես կրկնում եմ իմ առաջարկը եւ հորդորը պետք է վերականգնի հասարակական երկխոսություն եւ ոչ թե պրոռուսական գործակալների հետ, այլ հիմա պետք է ասեն այլ եվրոպական գործակալների հետ, մենք գործակալներ չենք, մեր կյանքը, կենսագրությունը անցել է բոլորի աչքի առաջ, ես դա իրավունք ունեմ ասել, որպես երկու պատերազմների մասնակից, իմ կենսագրությունը իմ ֆիլմերն են, նայեք իմ ֆիլմերը կտեսնեք ով եմ ես եւ երբ ինչ եմ արել, ես ասում եմ, երբ որ Փաշինյանը լսում էր մեզ 24-25 թվականին, Հայաստանը աննախադեպ առաջընթաց քաղաքական արձանագրեց ու նաև տնտեսական։ Եվրոպան
պատրաստ է մեզ ընդունել։ Հիմա այդ դուռը փակվում է։ Փաշինյանը 2 տարի է, 1.5 տարի է, ինչ փակել է դուռը մեզ համար, եւ կարծում է, որ միայնակ կարող է այդ բալանսավորումը գտնել։ Թող գտնի, բայց չի գտնում, կորցնում է դա։ Այդպես որ մենք ցավով տեսնում ենք, որ երկիրը պարակտված է, բսկտված է, մենք երբեք չենք եղել այդքան թույլ եւ երբեք չենք ատել միմյանց այնքան ինչքան հիմա։ Սա դարձնում է մեր երկիրը վերին աստիճանի խոցելի եւ մենք պետք է հաղթահարենք այդ խայտառակ իրավիճակը։ Մենք դա կարող ենք անել միայն միասին։ Ոչ թե հաղթել իրար, այլ խելք հավաքել, միավորվել հանուն մեր երկրի եւ երեխաների ապագայի։ Եվ այդ ապագան դուք տեսնում եք այնուամենայնիվ Եվրոմիության հետ։ Միմիայն, որովհետեւ եթե մենք չանենք դա, մենք կդառնանք կանտոն, թուրք, ադրբեջանական, այսպես կոչված կասպիան ճանապարհի վրա, այնինչ առաջարկում էին մեզ 100 տարի առաջ։ Հայաստանը պետություն չպետք է լիներ, պետք է լիներ թուրք-ադրբեջանական կանտոն։ Այդ խոսքը շվեյցարական բանից օգտագործելով, հա հիմա մեզ բերում են այդ աստիճանի։ Եվ շատ սխալվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը ասելով, որ ոչ մի ՄԱԿ-ի անդամ երկիր չի կորել։ Սովետական միությունն է կորել քարտեզից, Հարավսլավիան է կորել քարտեզից։ Մյուս կողմից Գերմանիան, տարբեր երկու երկրներ, ՄԱԿ-ի անդամներ միավորվեցին։ Մենք ամեն ինչ կարող ենք անել։ Մենք ունենք հսկայական հնարավորություններ, հսկայական ներուժ։ Պետք չէ բաժանել իրար, ատել իրար, ոչնչացնել միմյանց։ Պետք է խելք հավաքել։ Վերջին շանսն է մեզ տրված հիմա։ Այդ շանսը կտևի 1.5-2 տարի։ Հետո մեզ հետ այլևս չեն խոսի, մեզ ուղղակի կթելադրեն։